Ողջույն բարեկամներ, այսօր ինքնաճանաչում ֆորմատով մենք կզրուցենք քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, քաղաքական մեկնաբան Տիգրան Ավագյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ավագյան։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Մենք վաղուց չենք զրուցել իրար հետ։ Այո, ուրախ եմ։ Վերջին անգամ, նմանապես, վերջին անգամ երբ մենք զրուցում էինք, դեռ ասեմ Թրամփը հոծված չէր որպես նախագահ, առնվազն 1-2 ամիս առաջ։ Այո։ Եվ Ալեքս, սկսենք ամենակարևորից։ Ինչպես են ձեր տրամադրությունները ինագուրացիայից հետո Թրամփի հետ կապված, որովհետև ես վստահ եմ, որ դուք եք բազմաթիվ անակնկալների մեջ, ինչպես է։ Ճիշտ ասած, այս անգամ Ամերիկա գալուց, որ ասենք Վաշինգտոնը ինձ ոչ թե զարմացրեց, այլ ուրիշ հոգի եմ զգացել Վաշինգտոնի մեջ, կայսրության հոգի, Ամերիկայի կայսրության, ոչ թե ընդհանուր համաշխարհային կայսրության, եւ բոլորը, ովքեր Վաշինգտոնում էին այդ օրերին, նկատել են, որ անվտանգությունը շատ խիստ էր, ավելի խիստ էր, կամ ասենք ես եղել եմ Բայդենի inauguration-ի ժամանակ, ես միջևետի եմ եղել, ու տես տարիներ այդ օրերին Վաշինգտոնում էի, եւ ես նկատեցի, որ այս անգամ ամեն ինչ ուրիշ էր, ոնց որ ասած, նույնը ես զգացի, երբ ես այցելեցի ինագուրացիոն միջոցառումների նախագահի, զգացի, որ մարդիկ, ովքեր այնտեղ հավաքվել են, ավելի տրամադրված են, ավելի իմպերատիվ, տենց հզոր դեպի ինչ-որ մեծ փոփոխությունների։ Դե մենք պիտի հաշվի առնենք, որ կոնսերվատորները տարբերվում են լեյբորիստներից եւ Անգլիայում եւ Ամերիկայում հանրապետականները տարբերվում են դեմոկրատներից, դա տարբեր մոտեցումներ են։ Տրամփին ընտրեցին հիմնականում բողոքականները, հիմնական կորիզը բողոքականները եղել, եւ Տրամփը բողոքական կյանքի, կարանք ասենք Ամերիկայի, միջին Ամերիկայի, եթե վերցնենք ոչ արևելքը եւ ոչ արևմուտքը, չափանիշների եւ արժեքների հիման վրա կառուցեց իր ամերիկական եւ համաշխարհային նախագիծը։ Եվ հիմա ինչ որ ինքը ասել է, այդ ամենը աշխատում է իրականացնի։ Մենք պիտի հասկանանք, որ Տրամփը ունի ավելի շատ թշնամիներ կամ ընկերներ հիմա աշխարհում։ Իր քաղաքականությունը հակասում է Եվրոպայի 98% պետությունների։ Եվ մենք պիտի ասենք, որ բացի Իտալիայից, մեծ մասամբ Հունգարիայից եւ Սլովակիայից Եվրոպայի մյուս երկրները Եվրամիության կողմնակից չեն Տրամփի քաղաքականության։ Ոչ էլ դեմ են դուրս գալի ճակատ իր քաղաքականության, բայց կողմնակից չեն։ Մենք տենում ենք ոնց են սրվում հարաբերությունները Կանադայի հետ, իսկ Կանադայի հետ հարաբերությունների սրումը նշանակում է անգլոսաքսոնյան աշխարհի հետ սրումը, ու մենք տեսել ենք, որ միանգամից, երբ սկսել է այդ խնդիրը, Անգլիայի թագավորը հակավ կանադական, հետո ավստրալիական զինվորական երկու անգամ, ասենք համազգեստը եւ մտավ համապատասխան բրիտանական զինվորական նավը այդ համազգեստով, դա մեծ նշանակություն ունի եւ դա մեծ ուղերձ է նույնը Տրամփին, բայց մենք հասկանում ենք, որ ամբողջ կոնտինենտալ Եվրոպա եւ անգլոսաքսոնյան աշխարհը հասկանում է իրավիճակը աշխարհում եւ չի դիմադրելու Տրամփին բաց ճակատով եւ հիմա իրանք փորձում են գտնեն ընդհանուր քաղաքականություն եւ այդ քաղաքականության շարժվեն։ Նույն ժամանակ մենք տենում ենք, որ Տրամփը շատերը նկատում են ոնց որ թե շատ լավ է տրամադրված Իսրայելին, բայց ամեն մի Ամերիկայի նախագահը շատ լավ է տրամադրված Իսրայելին։ Ուղղակի Տրամփի վիճակը հետեւյալն է։ Մենք պիտի հասկանանք, որ նախկին դեմոկրատական, ինչ որտեղ գլոբալիստական քաղաքականությունը ավելի ներգրավիչ էր հրեական հզոր
շրջանակների Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ առաջարկած Տրամպի։ Եվ Տրամպը պիտի դաշնակից գտնի եւ այդ հզոր ճամբարում եւ դրա համար ինքը Նետանյախուի հետ ստեղծել են այդպիսի դաշինք, ու մենք տենում ենք, որ ոչնչացված են հիմնական Իսրայելի թշնամիների բոլոր հակասող ուժերը բացի Իրանից եւ հիմա անցել են վերջի իրանական բերդի տարածաշրջանով հուսիտների շարժմանը։ Դա է կատարվում։ Ինչ որ վերաբերվում է Ուկրաինային, ես ավելի լայն պատրաստ եմ բացատրել իրավիճակը, ինչ է կատարվում, բայց հիմնականը ուզում եմ նշեմ, որ Ուկրաինան միայն մի մասնիկը մեծ Տրամպի ստրատեգիայի, որը նշանակում է եւ նպատակ ունի պայքարը Չինաստանի դեմ։ Ես մի քիչ ճիշտ ասած այլ կարծիք ունեմ, բայց գնանք հերթով, հա։ Իսկ այս ամեն ինչի մեջ Հայաստանը կա գոյություն ունի, թե ոչ մի ձևով չի դիտարկվում։ Հայաստանը կա, մենք պիտի հասկանանք, որ զինվորական վարժությունները, որի համար մեծ քանակությամբ տեխնիկան տեղափոխվում է Հայաստան, Հայաստանի համար անվտանգության չափանիշներից ամենակարևոր նշաններից է։ Դուք տեղեկություն ունեք ինչ քանակությամբ զենք է տեղափոխվում եւ ինչ նպատակով։ Ես կարամ օգտվեմ մենակ բաց ռեսուրսներով, հասկանալի է, 150-160 տեխնիկայի մաս պիտի տեղափոխվի, հիմնականում Գերմանիայի տարածքից, դրա մասին ասում են անալիտիկները, որոնք զբաղվում են զինվորական հարցերով։ Բայց հնարավոր է, որ այդ տեխնիկայի քանակը լինի ավելի մեծ, ինչու՞ չէ։ Նույն ժամանակ մենք պիտի հասկանանք, որ Տրամպի ներկայացուցիչը, որ այցելեց Բաքուն, խոսացել է հիմնականում երևի, տենց ասեմ, երկու ուղղությունների մասին։ Ինչի դրանից հետո միանգամից Ռուսաստանի պատվիրակությունը այցելեց Բաքուն։ Հիմնական խնդիրները զգուշացնել Ադրբեջանը չսկսել պատերազմը։ Դա չի նշանակում, որ Տրամպը կողմնակիցը հիմիկվա Հայաստանի վարշապետի քաղաքականությամբ կամ իր հետ ընդհանրապես դա, ասենք, կարամ ասեմ, տես կապ չունի, դա կապ ունի Հայաստանի հետ, Հայաստանի անվտանգության հետ, երկրի հետ։ Դրա համար նախարարները, վարչապետները փոխվում են, պետությունը մնում է, մենք դա հասկանում ենք։ Եվ երկրորդ հարցը իրանական հարցը։ Մենք պիտի հասկանանք, որ հուսիտների խնդիրը լուծելուց հետո արդեն ոչ մի խոչընդոտ չի մնում, բացի Ռուսաստանի ու Ուկրաինայի խաղաղության ժամանակավոր այս պայմանագրի կնքումը։ Եվ դրանից հետո Իրանը արդեն մնում է որպես, կարանք ասենք, մի կտոր բիֆշտեքս ամանի վրա եւ կարելի է այդ բիֆշտեքսի հետ արդեն լուծումներ տալ, եթե Իրանը չհամաձայնվի Ամերիկայի պայմաններին։ Ինչ ցանկանում է Իսրայելը, որ յուրաքանչյուր դեպքում այդ հարվածները հասնեն եւ ատոմային պոտենցիալը Իրանի կոչնչացվի։ Վարդան ջան, դու ասացիր, որ այլ կարծիք ունես, հնարավոր է, որ մենք նույն կարծիք ունենք, ուղղակի ես չհասցրի բոլոր մանուկների մասին ասեմ, ուզում էի լսեի։ Կամ դուք եք նույն կարծիքին, ուղղակի էս բանը, եթերով ասելու բան չի։ Okay. Գնանք հերթով։ Բայց լսողները բնականաբար ավելի շատ մտահոգված են, այո, հենց այդ ամերիկյան այցից գիշերով Մոսկվայից միանգամից թռնում է Բաքու, ու դրանից մի օր առաջ կարդում ենք իսրայելական թերթերում, որտեղ քննարկվել է Ադրբեջան, Իսրայել եւ ԱՄՆ համագործակցության խնդիրները, որի միջնորդել են ամերիկյան ռաբիները։ Եվ դրա մասին գրվեց 2 օր առաջ միջև այցելությունը եւ այցելությունից հետո տվեց press release, որ այո, եղել է այցելություն, ընդ որում այդ հոդվածը եղավ միայն իսրայելական թերթում, որ մեր ընկերները թարգմանածից ուղարկել են։ Այսինքն մենք ամենուր ենք, էլի, մենք Իսրայելում ենք, Պարսկաստանում ենք, ամենուր մենք ընկերներ ունենք եւ հետեւում ենք։ Այս նոր գիծը, դաշինքը, որ կառուցվում է
Իսրայելի քավորությամբ։ Ոնց կարող է այս նույն դաշինքը կառուցվիներ եւ մեկ էլ հանկարծ Հայաստանը հզորացնելու համար կամ պաշտպանելու համար Գերմանիայից բան ինչ-որ 160 կամ 150 միավոր զենք տեղափոխվի Հայաստան։ Դուք այստեղ ոնց եք տեսնում այս հարաբերությունը։ Ուրեմն ես ասեմ հետեւյալը։ Առաջինը, ոչ ոք Հայաստանը կհզորացնեն, երբ Տրամպը որ երկրներ է հզորացնում եւ հզորացնելու, որտեղ Իսրայելն ու Ռուսաստանը։ Ռուսաստանը համամիջ չէ, Վարդան ջան, որ հզորացնում է, հիմա ես բացատրեմ։ Իրավիճակը Իհարկե չի հզորացնում, փլկում է այս բaragայում։ Ավելին ասեմ, Ռուսաստանին անհնարին է հզորացնել արդեն։ Տնտեսական վիճակը այդքան վատ է, որ process-ները, որ հետ գալը դեպի ինչ որ զարգացում անհնարին է եւ դեմոգրաֆիկ տեսակետից, ընկնում է Ռուսաստանը եւ տնտեսական եւ նաեւ զինվորական ուժի եւ այլն այդ կարանք դրա մասին խոսանք։ Ինչ որ վերաբերում է Հայաստանին, կա արգելք Ամերիկայի կողմից Թուրքիային եւ Ադրբեջանին սկսել պատերազմական գործունեությունը Հայաստանի դեմ։ Այդ արգելքը կա։ Ինչ որ վերաբերում է Ադրբեջանին, ինչ կարա Ամերիկան, տենց ասեմ, ուզի Ադրբեջանից, որ իր տարածքը, իր զորքերը, իր հնարավորությունները եւ լոգիստիկան տրամադրի ապագա հարձակման Իրանին։ Այո։ Ինչ կարա ուզի Ռուսաստան Ադրբեջանից, որ այդ ամենը չանի։ Չանի, այո։ Այս Ադրբեջանը գտնվում է ծանր վիճակի մեջ։ Լինելով նույն ժամանակ Իսրայելի համար դաշտ, Իրանի դեմ եւ ընդհանրապես որպես, ասենք, բազա, երկիր, base, ռեգիոնալ, որը Իսրայելը օգտագործում է։ Հարցը դրա մեջ է։ Հիմնական հարցը։ Ադրբեջանը ում կլսի, Ռուսաստանին թե Ամերիկային։ Եվ այդ վիճակում Թուրքիան չի կարա օգնի Ադրբեջանին, դրա համար Թուրքիայի ձայնը հիմա հավասար է 0-ին Ամերիկայում, Վաշինգտոնում։ Իսկ ինչ է կարծում, Ադրբեջանը ում պետք է լսի եւ ինչու։ Հասկանայք Ադրբեջանը դիմացի ինչ են տալու եւ Ադրբեջանը այսօր ինչ է ուզում։ Եվ ով կարա խոստանա Ադրբեջանին, այն ինչ որ Ադրբեջանն ուզում է, հասկանում եք, չէ՞ դա Հայաստանի մասին է։ Ուրեմն Ադրբեջանը ում է լսի, մեծ խնդիրներ է ունենում։ Դա է Ադրբեջանի խնդրեմը։ Ամեն մի լուծումը բերում է վատ զարգացումների Ադրբեջանի համար, շատ վատ։ Եթե Ադրբեջանը մտնում է մեծ պատերազմի մեջ, մենք պիտի հասկանանք, որ մենակ եւ Ալիևը հասկանում է, օրինակ այդ պատերազմը հաջողությամբ է գնում Իրանի դեմ, օրինակ, եթե կարելի է օգտագործել այդպիսի խոսք որպես հաջողություն։ Ինչ է նշանակում հաջողությունը։ Իսրայելը, Ամերիկան, ՆԱՏՕ-ն մասամբ, բայց մասնակցում է։ Հարվածներ են կատարվում, ոչնչացնելով էներգետիկ ռեսուրսները Իրանի, ատոմային բոլոր գիտնական եւ այլ կենտրոնները եւ aviation-ը, ինքնատիրային ուժը եւ ասենք ամբողջ հակաօդային համակարգը հարվածեցին։ Հետո And ցանցը, որ գոյություն ունի, ոչ թե ամերիկական, ընդհանուր արևմտյան ցանցը, որը գոյություն ունի Իրանի մեջ, եւ Իրանի ընդդիմությունը, որը գտնվում է Ամերիկայում եւ Մեծ Բրիտանիայում, բարձրացնում են ամբաստություն։ Ամստամբություն են բարձրացնում։ Իրանի Ադրբեջանում, դա արևմտյան Ադրբեջանը, արևելյան Ադրբեջանը, Արդեբիլը եւ Բելուջիստանում։ Թուրքիան ուղարկում է կենտրոնական մասերին Խորասան կազմակերպությունը, Խիզբուլ Տահրիր եւ մնացած թուրքմենական կազմակերպությունները, որոնք հիմա հաջողությամբ կոտորում են ալավիտներին եւ մասամբ քրիստոնյաներին Սիրիայում, իրանք հիմա պատրաստականություն են ասում ապագա Իրանում եւ Կենտրոնական Ազիայում գործունեության։ Այդ դեպքում անխուսափելի են իրանական հարվածները, իրանական նավատորմի, իրանական ռակետային զորքերի, որ Ադրբեջանը չի կարող պաշտպանել, ոչ էլ Իսրայելը պաշտպանելու Ադրբեջանը, որոնք ոչնչացնեն ադրբեջանական եւ լոգիստիկան եւ նավթային ռեսուրսները։
Դա մեծ վտանգ է Ադրբեջանի համար։ Նույն ժամանակ Ռուսաստանը թույլ կտա հյուսիսային կովկասցիներին, Դաղստանի, Չեչնիայի եւ այլ, օգնել իրանց եղբայրներին, որոնք ծանր վիճակում հիմա ապրում են, դա կհայտարարվի է ձև, Զակատալի, Բելոկանի, Կախի, Կուսարի այդ շրջաններում լեզգիններին, ցախուրներին, ռութուլներին եւ ավարցիներին եւ ինգիլո վրացիներին, մուսուլմաններին, որոնք կբարձրացնեն ամբաստություն եւ Ադրբեջանը այդքան զորքեր չունի, որոնք Իսկ կարողանան Թրամփը սիրով պայմանավորվում է Պուտինի հետ եւ Պուտինը ոչ մի բան չի ձեռնարկում, թողում է որ Իրանի խփեն։ Պուտինի համար Իրանի խփել թողելը դա իր փրկության դիմաց կարա սանկցիաներից խուսափելու դիմաց զիջի Իրանին։ Եթե Պուտինը գնա այդ քայլի, դա նշանակում է առաջի անգամ չի։ Հա, կարա գնա, բայց դա նշանակում է, որ Պուտինը առանձնանում է Չինաստանից եւ այն հարվածները, որոնք Չինաստանը կարա հարվածի Պուտինին, ոչ զինվորական մեթոդներով, ավելի վտանգավոր կլինեն կամ յուրաքանչյուր հարվածները նաեւ Ամերիկայի։ Դրա համար ամերիկան զինուժը չի օգտագործում Ռուսաստանի դեմ, մենակ ֆինանսական ուժը։ Չինաստանն էլ Ռուսաստանը կարա ներսից պայթեցնի։ Ներսից ես նկատի ունեմ սեպարատիզմը, ունենալով մեծ ռեսուրսներ ազդելու վրա։ Նույն ժամանակ մենք պիտի հասկանանք, որ իրանական պատերազմը վերջին հարց կառաջանա, իսկ ինչի են սկսում, եթե դա համարյա երրորդ համաշխարհային պատերազմը, ոչ ոք չի կարող այդ հարցի պատասխան տա։ Ասենք, մենք կարանք ասենք, որ Նետանյախուն ուզում է ընկերեն դե հիմա սկսում են, դա էլ է հնարավոր, ինչի ընկերության համար ամեն ինչ էլ ինքը Նետանյահուի եւ Պուտինի համար ապացուցել է, որ ամեն ինչի պատրաստ է, ես բավարար եմ։ Բայց դա չի ավելի լուրջ է, բայց այդ տարբերակներ կարանք ընդունենք։ Մենք պիտի հասկանանք, որ պատերազմը կանցնի կենտրոնական Ասիա, չի կարա չանցնի։ Այդ հազարավոր թուրքեր, թուրքախոս ազգեր, որոնք ապրում են Իրանում, այն տերորիստներ, որոնք Թուրքիան կուղարկի Իրան, մյուս տերորիստների դեմ կռվելու, սունի տերորիստները կկռվեն շիա տերորիստների դեմ։ Իրան կանցնեն անպայման սահմանը Միջին Ասիայի։ Իսկ եթե Միջին Ասիայի սահմանը կանցնեն, անհնարին է, որ Բաշկորտոստանը ու Տատարստանը, որտեղ ապրում են 5 միլիոն մուսուլման եւ կողքի շրջաններում, իրանց գլուխը չբարձրացնեն։ Իսկ այդ 5 միլիոնը ռուսական բանակի կորիզներից մեկն է։ Ռուսաստանը ում պիտի հրգի իրանց դեմ կռվելու։ Չեչեններին, դաղստանցիներին ու չերկեսներին, որոնք էլի մուսուլման են։ Եթե մարդ ունենալ, այսօր Ուկրաինա կուղարկեր, ինքը մարդ։ Այո, բայց Ուկրաինա կորեացիներին են ուղարկում։ Հիմա մենք էդի տենը, դա երևելի է։ Երկրորդը, ինչ կարա անի Չինաստանը այդ դեպքում։ Չինաստանը կարա խորացնի այդ պատերազմը։ Պակիստանում շիա բանակային միավորումները շատ մեծ են ու հզոր են, որոնք կռվում են Պակիստանի պետության դեմ։ Չինաստանը Պակիստանին, որ հրաման տա բացել սահմանները, որ այդ շիաները Պակիստանի դուրս գան, օգնելու Իրանին, չնայած Պակիստանի թշնամի են, Պակիստանը չի կարա չլսի Չինաստանին։ Դրա համար իրանք ստրատեգիկ արդեն զինվորական եւ տնտեսական դաշնակիցներ են։ Ու իրանք մտնելու են, խփելու են բելուջներին, որոնք գնալու են Տեհրանի վրա ու Միջին Ասիայի, ու կլնի բոլորի դեմ կոտորած։ Ավելի շատ կռիվը կլնի Արևելք կամ Ադրբեջանի մասում։ Նույն ժամանակ համաձայն եմ, ասում է Տրամպը եկավ կանգնացնելու երրորդ համաշխարհային պատերազմը եւ միանգամից սկսում է չորրորդը։ Այո, հնարավոր։ Բայց ստե ուրիշ խնդիր կա։ Ոնց որ ասում են փորձագետները, իրանց կարծիքը, ես նույն կարծիքի եմ, որ այդ վիճակում, որ Իրանը արդեն կորցնելու բան չի ունենա, ինչի Թուրքիայի խառնվելը եւ Ադրբեջանի շատ վտանգավոր է իրանց գոյության համար։ Պիտի պատկերացնենք, որ Իրանը, որ տենա, որ արդեն քանդվում է եւ կորցնելու բան չունի, հսկա պահեստներ ունի զենքի։ Ում կտա Իրանը այդ զենքը։ Պարզա որ Հայաստանի չի տա։ Չէ, Հայաստանի չի տա, Իրանը Հայաստանի բարեկամ չի եղել։
ոչ հիմա, ոչ 500 տարի առաջ, որ 1000։ Իրանը հայատապեց Եթե նույնիսկ տայել Հայաստանում չեն վերցնի, կասեն ոնց, Ադրբեջանը կնեղանա մեզ։ Այո։ Թաքուն առաջի պատերազմի ժամանակ իրանական մեծ զորավիրավորները կռվել են հայերի դեմ ու մինչև հիմա ննջում են մուրով դաղում։ Պրեսայում դա չի ասվում, բայց դա իրականությունն է։ Բայց ում կտա Իրանը այդ զենքը։ Իրանը այդ զենքը կտա քուրմանջ քրդերին, որոնք ապրում են Թուրքիայում եւ որոնք ապրում են Արևմտյան Իրանում։ Դրա համար արդեն կորցնելու բան չի ունենա ու կռիվը գնալու է արդեն ադրբեջանական շրջաններում, են քրդերը այն կողմ են ապրում Ուրմիայից եւ Թուրքիայի Արևմտյան Հայաստանում։ Զենքը կտա Թուրքիա Ադրբեջան հարված հասնելու համար, այդ ոչ թե իրան զերքով, ու ընդհից կանխելու հնարավորությունը ուժերի մտնելը դեպի Իրան։ Բայց մենք բոլորս գիտենք, որ Իսրայելը համագործակցում է քրդերի հետ եւ ընկերություն անում եւ հարց կար առաջանա ոնց քրդերին զենք կտա։ Իսրայելը համագործակցում է ոչ թե նախկին Օջալանի KRP քրդերի հետ։ Ինքը մյուս քրդերի հետ է համագործակցում, բայց KRP քրդական հայերեն ոնց ասեմ ոչ բոլոր խոսքերը հիշում են Վարդան ջան հայերեն լեզվով labor Kurdish Labor Party այո քրդական բանվորական կուսակցության զինվորները ոչ մի կապ չունեն Իսրայելի հետ եւ իրանք շատ են եւ երիտասարդները կգնան իրանց հետևից որ ստանան զենքը ոչ թե այն քրդերին որոնք համագործակցում են Թուրքիի հետ կամ Իսրայելի հետ եւ ես ինչ որ ասում եմ դա ասենք ֆանտազիաներ չեն it's not a fantasy դա իրականում խոսում են դրա մասին անալիզի են ենթարկում զինվորական էքսպերտները տարբեր զարգացումներ որոնք կարան լինեն նույն ժամանակ ես իհարկե հարգում եմ այդ էքսպերտներին բայց որ ես նայում եմ վերջի 2 ամսվա քայլերը Տրամպի այո ես մտածում եմ իրան հուշում եմ ոչ թե էքսպերտները այլ չգիտեմ չեմ ուզում անուն ասեմ դրան որովհետև ինչ որ ալբոմը հակա էքսպերտային մակարդակի եւ ստանում է բացարձակապես այլ արդյունքներ եթե իհարկե դա դիտավորյալ չի հիմա տեսեք ինչ ունենք մի հատ իրավիճակ որ գլոբալ աշխարհում այլևս չկա միջազգային օրենքներ չի աշխատում այսինքն Տրամպը դրեց ամեն ինչ մի կողմ սանկցիաներ կիրառեց հայտարարեց միջազգային դատարանի նկատմամբ ասեց իմ ընկերները Նետանյահուն ու Պուտինն են հիմա իրանց ընկերներ Էրդողանն ու Ալիևն են հիմա ինձ ասեք մի հանգամանք որը ասենք թույլ է տալի Հայաստանին մտածել որ ինքը այդ ամեն ինչի մեջ տեղ ունի երբ որ ինքը այս հանգամանքներին ոչ մեկը Okay Վարդան ջան դու խոսում ես ոնց որ հայ է նայում հայ մարդ նայում դրա համար ես այդպիսի հայ մարդուն պատասխան կտամ դե առաջինը Տրամպը Պուտինին չի ասել ոչ մի օֆիցիալ ուղերձի մեջ որ ինքը իր մոտիկն է կամ ընկերն է երկրորդը այն ամենը ինչ որ գրվել է Տրամպի մասին որ ինքը արել է Պուտինի օգտին 2-3 օրից հետո դուրս է եկել որ դա fake է եղել կարամ վերեմ օրինակներ ինչ որ վերաբերի ես ավելին ասեմ Ամերիկան չի դադարել Ուկրաինայի օգնությունը ոչ մի րոպե այդ տենց ասած կասեցրած էր բայց չի դադարել շարունակում էր գնացքները գնում էին ամբողջ ինֆորմեյշնը տրվում էր եւ այլն հիմա ինչ կատարվեց Ուկրաինայի հետ հիմա որ Ուկրաինան համաձայնն է իսկ Ռուսաստանը համաձայն չի խաղաղության դրա համար դա մահը Ռուսաստանի համար այդ խաղաղությունը նույնը ոնց որ Ալիևի համար գնդակը արդեն Ռուսաստանի դաշտում է եւ արդեն Ուկրաինային Տրամպը ոչ մի պահանջ չի կարող ներկայացնի եւ ինչ ստացվեց Տրամպի քայլերից առաջինը մենք պիտի ուշադրություն դարձնենք որ այն պայմանագիրը որի շրջանակներում նավթը ռուսական եւ նավերը գնում էին դեպի աշխարհի ամբողջ երկրներ հենց Տրամպը չի երկարացնեց
այդ ամենը։ Դա պաստ է։ Չկա այդ երկարացումը։ Բայդենի ժամանակ գնում էր նավատորմը, հիմա չի գնում։ Դրա համար երկարացում չկա, չստորագրեց Թրամփը։ Ֆորմալ պիտի ստորագրեր, ոնց որ Բայդենը ստորագրում, չստորագրեց, դա մեկ։ Երկրորդը, Ուկրաինան, բացի որ ստանում է ամերիկական օգնությունը, ինչի մասին մենք գիտենք, նույն ձևով ոնց որ պլանավորված էր Բայդենով, ամեն ցավալով ստանում է։ Բայց մենք պիտի հաշվի առնենք, որ եվրոպական օգնությունը շատացավ 2.5, 2.5 անգամ։ 2.5 անգամ։ Ուրեմն ինչ եզրակացության եմ գալի ես, որպես ասենք, կամ մյուս զինվորական գեոպոլիտիկական էքսպերտները, Ուկրաինան ավելի շատ օգնություն սկսեց ստանալ։ Եվ զինվորական ստանալու, այո։ Հա, կամ ստացել է Բայդենի ժամանակ։ Համել Եվրոպան սկսել է զինվել։ Ոչ թե զինվել մենակ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարություններով կամ նախագահների, իրականում այդ ընթացքները կատարվում են ամբողջ Եվրոպայում։ Տեղափոխվում է տեխնիկա, կոնսերվացիայի ցանվում է, նախագծեր են մշակվում, ուժեր են կուտակվում Արևելյան Եվրոպայում, եւ Ֆրանսիային բրտեցին, որ անի այն հարտարությունները, որ Մակրոնը առանց Թրամփի քաղաքականության չէր անի, դրա համար չէր ուզենա։ Ես ավելի խորը բան ուզում եմ հայրենակիցներին մեր հայ։ Տիգրան ջան, այ մատ կբան անենք, էլի պայմանավորում ենք։ Սա որպես արդյունք եղավ, բայց դա նպատակը չէր։ Այս ամեն ինչ որ ասում եք, այո, դա որպես արդյունք եղավ են քաղաքականության։ Վարդան ջան, ես ոնց եմ մոտենում։ Քաղաքականության մեջ եւ ջեոպոլիտիկի մեջ կարևորը արդյունքները, ոչ թե ընթացքը եւ process-ները։ Ոչ թե այն ամենը, ինչ որ ասվում է պրեսայով, ինչ որ հայտարարվում է, այն ինչի մենք հասնում ենք։ Բայց մենք ճիշտն ասած այսօր մենք չգիտենք ոնց են զարգանալու հարաբերությունները Ուկրաինայում, Վրաստանում եւ Մոլդովայում ուրիշ հանգամանքից։ Ավելի շատ կարևոր հանգամանք կա, որ այդ ղեկավարությունը, որ այդ 4 երկրում ղեկավարումը չի իրականացնում եւ չի իրականացնել, չէին կարող իրականացնել քրիստոնյա կոնսերվատիվ քաղաքականությունը։ Այ հակառակը գլոբալիստ, դեմոկրատական, լիբերալ քաղաքականություն է իրականացնում։ Դե չէ օգնություն չէ ստանա, ոչ Հայաստանը, ոչ Մոլդովան։ Ու մենք պիտի հասկանանք, որ երևի Ամերիկայի նպատակը, որ այդ ամենը փոխվի։ Այս ինչ որ հիմնականում ասում են այն մարդիկ, որոնք ընդունում են որոշումներ կամ մասնակցում են դրան, խաղաղությունը Թրամփը պլանավորեց մոտավորապես ապրիլի 15-ին, որ ամբողջ մարտական գործունեությունները կկայնեն։ Շատ քիչ ժամանակ է մնացել։ Դրա համար բայց ինչի պիտի են 15-ին եւ ինչով է դա պայմանավորված, կա բացատրություն։ Դա պայմանավորված է, որ այդպիսի քայլերը կապ ունեն զինվորական ստրատեգիա իրականացման, իսկ զինվորական ստրատեգիան ունի նախագիծ։ Այս միջև բանակցությունները սկսել են, որոշել են, ասենք, տենց agenda, time continuum, ոնց դա պիտի գնա, ժամանակային հոդված ու ապրիլի մոտավորապես 15-ին դա ավարտվում է։ Եվ դրա հիմքը որն է։ Պուտինը մերժեց, ասեց, ես չեմ խփի ստեղ, բայց ընդհանրապես մի փոքր մասի։ Ու հենց հաջորդ վայրկյանից սկսեց նույն ձևի ռմբակոծել։ Մենք դա գիտենք։ Ինչքան զենք ունի, ինքը դեռ օգտագործելու է։ Ինչքան հնարավորություն ունի, դեռ ինքը օգտագործելու է։ Ուրեմն Պուտինը չի ռմբակոծում էներգետիկ ինֆրաստրուկտուրան, ոնց որ ինքը խոսք է տվել, բայց ռմբակոծում է ամբողջ այլ տարածքները։ Ուրեմն ասեմ հետևյալը։ Թրամփը ունի գործոններ, ոնց որ ճնշում է կատարվել Ուկրաինայի վրա, որ նույն ճնշումը ինքը կկատարի Պուտինի դեմ։ Բայց ինձ թվում է, որ Ռուսաստանի դեմ իշխանությունը կփոխվի, եթե եւ երբ Ամերիկայում կհասկանան, որ անհնարին է Ռուսաստանը ուղղել Չինաստանի դեմ։ Հիմնական ամեն ինչ արվում է Ռուսաստանի համար, ոնց որ մենք հասկանում ենք։ Դա այն կոնցեպտն է, որ Ռուսաստանը պիտի շուրջ գնա
կամ հերոյանա Չինաստանից։ Ես օրինակ դրան չեմ հավատում, Ես էլ չեմ հավատում։ Տիգրան բայց ջան, ես դեռ Ամերիկայում ասում եմ, տպավորությունը, որ քո ասած էքսպերտների փոխանցն իրենք ուրիշ մարդ է բայց շատերը հավատում են, որ կստացվի Ամերիկայում։ Այն մարդիկ, ովքեր պատրաստում են այդ գաղափարները, այդ հավատքը կա։ Ես էլ չեմ հավատում, որ ստացվի։ Բայց ես ուրիշ բանին եմ հավատում։ Ինչ էլ լուծումներ, որոշումներ լինելու են Ռուսաստանի պարագայով, դա Ռուսաստանը չի կարա պրկի։ Երկարացնի կյանքը, ես չեմ հավատում, որ երբևէ փրկի։ Ապակա, գիտես Վարդան ջան, ապակա իրադարձությունները Իրանում եւ ուրիշ տարածաշրջանում տենց վատ ազդեցություն են կատարելու, որ նաեւ երկարացնել չի ստացվի։ Դա մեծ խնդիր է։ Մենք պիտի հաշվի առնենք, որ Ռուսաստանը արդեն համապատասխան մարտային ուժել չունի, մենք խոսացինք դրա մասին, բայց զենքեր չունի, ժամանակ էլ չունի, որ պատրաստի, ու այդ տեղերը, որտեղից կարա այդ ուժը վերցնի, էլի չունի, իսկ եթե սկսվում է պատերազմ Իրանում, սաղ այն լոգիստիկան, որը Ռուսաստանը պատրաստել է, ծախելով Արցախը, օգտագործելով Արցախի ղեկավարներին եւ որոշ գործակալներին Հայաստանում, այն որ վաճառեց Արցախը, ստացավ Թուրքիայից, Ադրբեջանից լոգիստիկական ճամպա ու ասեց, ահա, ռեզերվ ճամպա ունեմ, կարամ հարձակվեմ Ուկրաինայի վրա, այս ճամպեն անհնարին է, որ չփակվի, եթե սկսվելու է պատերազմ Իրանում։ Եվ մենք պիտի հասկանանք, Տրամպը երևի, ես երևի 100-ից 60 եմ տալի տոկոս, որ այդ պատերազմը կսկսի Իրանի դեմ։ Ես չեմ հավատում, որ երբևէ սկսվի, ես չեմ հավատում, որ երբևէ մեկը հանդգնի Իրանի վրա պատերազմ, եթե ասենք ինքը խելացնոր չի, Իրանի պատերազմ հայտարարելը շատ ավելի մեծ վտանգներ է սպառնում իր մեջ, քան ցանկացած ուրիշ պատերազմ։ Վտանգների մասին ես ասացի ինչ է ելնելու, սա աշխարհը խառնվելու է։ Չորրորդ համաշխարհային։ Բայց նույն ժամանակ մենք պիտի հասկանանք, որ այդ դեպքում բոլոր Ռուսաստանի ճանապարհները, որոնց շնորհիվ նա վաճառում է իր էներգետիկ այդ ուժը, փակվում է նույն ժամանակ։ Ինչ ուզում եմ ասեմ։ Հենց Տրամպի ժամանակ ես ասեմ, որ ես Տրամպի կողմնակից չեմ, ոչ էլ իր աշխատողներից եմ, ես կիսում եմ կոնսերվատորների տեսակետները, ոնց որ ինձ թվում է ամեն հայերի մեծամասնությունը պիտի կիսի որպես առաջի քրիստոնյա ազգ։ Բայց ես ուզում եմ ասեմ հետևյալը, որ Տրամպի քաղաքականությունը բերեց դրան, որ բոլոր նավթային խաղացողները նավթի գները իջացրեցին եւ շարունակում են իջացնել, եւ դա բերում է դրան, որ ռուսների եկամուտները ավելի են ընկնում։ Իսկ հիմա էլ բավական չի, որ ռուսները իրանց եկամուտներով այդ պատերազմը երկար տանեն։ Դրա համար ասեմ իրանց ռեսուրսը, այս հաշվարկների, մաքսիմալ իրանց ռեսուրսը 2 տարի է։ Հիմա ինչ որ կատարվեց, դա այդ 2 տարի սարքեց 1.5 տարի։ Եթե էլի Ես գիտեմ ավելի քիչ է տարի։ ճիշտ ասած, ես այդքան լավատեսել չեմ, որ 2 տարվա ռեսուրս ունեն։ Իմիջիայինով ավելի քիչ է, բայց ինչ որ է։ Թեկուզ 1.5 տարի, 1.5 տարվա մեջ պատկերացնում եք, լիշկա մարտերը սպանվի Ուկրաինայում։ Ես ուրիշ ասեմ, հնարավոր է, որ Տրամպի մոտ ոչ մի բան չստացվի, Վարդան ջան, օրինակ, բայց չստացվի այն դեպքում, եթե իր Ամերիկայում ներքին տշնամիները, որ շատ հզոր են, գործելու են էֆեկտիվ իր դեմ։ Ամերիկայից դուրս ես չեմ տենում այդպիսի ուժ, որը կարա Տրամպի գործունեություններին խանգարի։ Ես օրինակ բերեմ։ Ամերիկական մենակ 6-րդ նավատորմը, որը գտնվում է Չինաստանի մոտ, այդքան հզոր է, որ կարա առանց ոչ մեկի օգնությամբ, օգտագործելով այդ 6000 տոմագավկից, օրինակ 6000, տենց ասեմ, կամ 7, մենք չենք հաշվել, եւ իրավունք չունենք հաշվենք։ Դրա կեսը 3000-ը, որ օգտագործում է, ոչնչացնում է ամբողջ չինական նավատորմի
եւ նավերը եւ structure, ասենք կազմը, որը գտնվում է, ասենք ցամաքային տարածքում։ Իսկ մնացած 3000-ը բավական է, որ ամբողջ Ռուսաստանի Սիբիրիայի տարածքում հավեր Դրան մենք չենք կասկածում, Տիգրան ջան, մենք դեռ խնդիր չէ, չունենք, բայց ես ինչ դրանից եմ վերաբերում է, խոսում։ հա, նայ, տեսեք, մենք տարբեր տեղերից ենք նայում։ Ես Ամերիկայում եմ ապրում, ես Ամերիկայից եմ նայում, հարցերի ոնց է կատարվում։ Թրամփին թշնամի պետք չի։ Ընդհանրապես թշնամի պետք չի։ Ինքը ունի կողքի Իլոն Մասկ, հա, ու ինքը լրիվ հերիք է, իրան ուրիշ թշնամի պետք չի։ Այն ինչ որ ինքը խոսք է տվել ամերիկյան ժողովրդին, ինչը որ ստացավ դիմացը ձայն, ինքը ոչ մի բան դրա համար չի արել։ Ես տեսեք, ես ասում եմ, ես դեմոկրատ չեմ, ես Թրամփի բալեշիկներ չեմ, բայց այն ինչ որ ինքը խոսք է տվել, ինքը ոչ մի բան չարեց։ Ինչ է արել արդյունքում։ Ուրեմն թշնամացրեց ինչքան երկիր կա իրար, Մեքսիկան, Կանադան, Եվրոպան։ Այո, ճիշտ է, արդյունքում Եվրոպան սկսելու է ուժեղանալ, որը լավ է Ուկրաինայի համար, ոյակապա։ Նույնիսկ կարող է լավ է Հայաստանի համար։ Այսինքն Ֆրանսիայի ավելի քան ինքնուրույնությունն ու Գերմանիայի ինքնուրույնությունը ուժեղանալը լավ է Հայաստանի համար։ Այո, լավ է։ Հա, բայց դրա փոխարեն կործանվեց աշխարհակարգը։ Այսինքն այսօր գրավել երկիր, ցանկացած երկիր ու ասենք մնալ անպատիժ, որտեղ չկա միջազգային դատարանի որոշում, եւ դա կատարելու պարտադրանություն, թույլ է տալի Ալիևի վստահ լինել, որ ինքը Պուտինից եւ բանից Նետանյահուց բաց տղա չի եւ ինքն է դա կարող իրականացնել։ Մանավանդ, որ այդ կոալիցիան իրանք ստեղծում են, հա, Իսրայելի բանի։ Պլյուս Ամերիկայի իրենների թշնամի չի, որովհետեւ այս պատերազմի արդյունքում սանկցիաների, որ անիմաստ սկսեց իր բարևարների նկատմամբ կերարել, ամեն ինչ անում թանկացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մասնաց դժգոհությունը օրեկան շատանում է, խոսքի ազատությունների վրա իր գրոհը, տեսեք, դա Ուկրաինայի հետ, Հայաստանի հետ, գլոբալիստների հետ ոչ մի կապ չունի։ Խոսքի ազատության վրա գրոհը Գարի Գասպարինին երեք ձերբակալել են իր տան մեջ, հայտարարել որ նա շպիոն է։ Այսինքն այս հարաբերությունները, որ աշխարհի թիվ 1 պրեզիդենտը զանգում է միջազգային հանցագործին Պուտինի մասնակցությամբ, հա, այս ամեն ինչը անօրին թշնամի պետք չի, ստոմա ոնց որ ինչ ասեմ, ոնց որ այսօր հայաստանյան իշխանություններն ասեն թշնամի կա Հայաստանում։ Հայաստանի իշխանությունն ամենապես թշնամին ինքն է իր գործողությունները։ Սա այն ինչ որ Ամերիկայից է երևում, չգիտեմ, կարող ասենք Եվրոպայից այլ բան է երևում։ Եկեք ասենք ուրիշ անկյան տակ են, ես չեմ բացառում, որովհետև լավագույն տեսողությունը գիտես, չէ՞, 6.5 աստիճան է։ Տեսքան։ Մենք էլ բանը կարիք ունենք եւս 360 էլ, ես հիմա ասում եմ այն ինչ որ իմ 6.5 աստիճանի վրա է։ Խնդրեմ։ Ես էլ Վարդան ջան, ես ներկայացնում եմ իմ սուբյեկտիվ կարծիքը։ Իմ սուբյեկտիվ կարծիքը հիմնվում է իմ գոլեգաների կարծիքների վրա, որոնք աշխատում են որպես, ասենք, ըստ մեր մասնագիտությամբ զինվորական եւ գեոպոլիտիկայի էքսպերտներ ամենահիմնական կենտրոններում աշխարհի եւ կառավարություններում։ Դա մեր տեսակետն է, ոնց որ մենք ենք տենում, հիմնված այն փաստաթղթերի, պոզիցիոն մատերիալների, որոնք մենք պատրաստում ենք։ Ոչ ոք չգիտի ինչ է ելնելու եւ ոնց է ելնելու։ Դրա համար շատ, ասենք, տարբեր գործոններ են աշխատում եւ խաղացողների թիվը եւ գործոնների այդքան շատ են, որ ոչ մի forecast վերլուծություն կանխատեսում անհնարին է ճշգրիտ արել։ Մենք մենակ տենդենցիաներ կարանք հասկանանք, ինչ է կատարվելու եւ ոնց։ Մեզ դիտողներին երկու տենդենցիա է հետաքրքրում։ Առաջինը Հայաստանի տենդենցիան, մոտարապես։ Երկրորդը ավելի մեծ մասշտաբի վրա Ուկրաինայի տենդենցիան, որովհետեւ Ուկրաինայի ճակատագրից է շատ բանով կախված նաեւ Հայաստանի ճակատագրից։ Մեր աուդիտորիան, հայ միջելոց, ովքեր նայում են այս հաղորդումը, խնդրում եմ բաժանորդագրվեք Տիգրան Ավակյանի YouTube-յան ալիքին, լինքը կգտնեք տակը, եւ ովքեր նայում են եւ դեռ գրանցված չեն, կարող են գրանցվել մեր ալիքի վրա եւ շարունակել հետեւել մեզ։ Հիմա մեր աուդիտորիային Տիգրան ջան երկուսին հետաքրքրում է երկու կոնկրետ հարց։ Եթե իմ նման իհարկե Ամերիկայում չեն ապրում։ Հայաստանի պերսպեկտիվան եւ Ուկրաինայի պերսպեկտիվան, որը ես ասում եմ, շատ իրար նման են ու կապված են իրար։ Համենայնպես գոնե ինձ։ Okay. Սկսենք Ուկրաինայից, անցնենք Հայաստանին։ Ուրեմն հասկանալի է,
հասկանալի երևակելի է եւ ամերիկացիները դա հայտարարում են եւ մենք շատ ենք տենում ինչքան կոնտակտներ կան տարբեր մարդկանց հետ, որ Տրամպին կոմֆորտ չի շփում ունենալ հնարավոր եւ հիմիկվա իշխանությունների Ուկրաինայի, հա, Ուկրաինայի, բայց իմ կարծիքով Հայաստանին էլ ոչ թե մենակ Ուկրաինայի։ Հայաստանի իշխանությանը նույնիսկ Հայաստանի իշխանությանը հարմար չի։ Հայաստանի բնակչությանը հարմար չի։ Դա իրանց մոտեցումն է, բայց դա ասենք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ եւ Հայաստանի իշխանությունները եւ Ուկրաինայի ամեն ինչ անում են, որ փոխեն Տրամպի այդ վերաբերմունքը։ Ավելի վատ, ես հիմա վերադառնամ Ուկրաինա Հայաստանին, շատ վատ, Տրամպը վերաբերվում է Թուրքիայի իշխանության եւ Ադրբեջանի։ Օրինակ հիմա բազմաթիվ մարդիկ են գնացել Ադրբեջանից Ամերիկա, դիմում են հզոր լոբիստական, ոչ հայկական, ոչ հունական, հիմնականում հրեական կազմակերպությունների, որ իրանց հարցերը եւ տուլտուղությունները Տրամպից ստանան Ալիևի համար, ընտանիքի եւ Ադրբեջանի համար։ Մեծ փողեր են բերել։ Նույն բաներով, հարցերով գալու է Էրդոգանը։ Ինքը շատ բան պիտի առաջարկի տա Տրամպին, որ իր ուզածները ստանա։ Օրինակ միկրոտուրանը ստեղծելու թույլտվությունն է ուզում ստանա։ Միկրոտուրանը մեծը անհնարին է։ Արդեն ինքը հասկացավ անհնարին է սարքել, ինչքան էլ Մեծ Բրիտանիան օգնի, ուզի չի ստացվի։ Մենակ արյուն կտապվի կենտրոնական Ազիայում։ Եթե հետաքրքիր է մի քիչ կանդրադառնամ հետո այդ միկրոտուրանի գաղափարին, որ Էրդոգանը գնում է խնդրի, դրա մեջ ինչ համատնում։ Բայց հետաքրքիր է, կհասցնի ինքը խնդրի, որտեղ Ուկրաինայի Թուրքիայի դեպքերին եմ նայում, մտածում կարող է եւ չհասցնի։ Կարող է չհասնի, այցը պլանավորված է ապրիլին։ Եթե վաղը ասենք ինքը չլնի, չի գնա։ Բայց եթե հնարավոր է, բայց Թուրքիայի դեպքերը հենց այնպես չեն արվում։ Տենց դեպքեր, ես ասում եմ իմ փորձից, որպես Եվրոպայի ամենամեծ երկրի ներքին գործերի նախարարի տեղակալ, այդպիսի դեպքեր անհնարին է, մի տոկոս էլ չկա, որ ինքն իրեն պատահական, ամեն ինչը միշտ պատրաստվում է։ Հայաստանը նման բան պատրաստվում է։ Դժվար ասել, Հայաստանում որ պատրաստվի, Ամերիկան, ոչ Ամերիկան, ինչ որ միտի ուժ լինի, իշխանությունը չի կարա ասֆալտի վրա վերենգացնի։ Պիտի ինչ որ մի ուժը պատրաստեն, կամ ինչ որ մի ուժին վստահեն, այդ ձև ասեմ։ Իմ տվյալներով այդպիսի ուժ Ամերիկան այսօր չի տենում Հայաստանում։ Ոչ մեկին ոչ վստահում է, ոչ էլ պատրաստում է։ Չգիտեմ, պատրաստելու մասին չեմ ուզում ասեմ, բայց հաստատ միշտ պատրաստական աշխատանքները կատարվում են, անպայման, բայց հիմա չկա տենց բան, գոյություն չունի։ Էդի համոզված եմ ես դրա մեջ, որ ինչ որ մեկին վստահեն։ Ես էլ եմ այդ կարծիքին։ Ում պիտի վստահեն, եթե մեծամասնությունը կամ նախկին կամ ցպտյալ կամ բաց Ռուսաստանի գործակալներ են, կամ եթե Ռուսաստանի չէ, նաև Անգլիայի, բայց Անգլիան իր քաղաքականությունը հակասում է Տրամպի տեսակետներին եւ քաղաքականության։ Էդի տենց հարց չի, որ գանաս Տրամպը ասի, «Էդ ինչ եք անում», Հայաստանում մեկը ասի, «Դե Լոնդոն ձյաձյան ասել», ասում է, «Դե գնա բարիք ջան», որ Լոնդոն ձյաձյա տենց բան չի ասի։ Արդեն Լոնդոն ձյաձյան ու Վաշինգտոն ձյաձյան արդեն նույն բանը չեն ասում։ Նույն բանը չեն ասում։ Ու այն Լոնդոնի վրա, ասենք Լոնդոնին լսելը, Էրդոգանին լսելը, Ալիևին լսելը, դա Տրամպի համար տշնամական քայլեր են համարվում։ Կարելի ասել, վստահ կարելի ասել, որ Հայաստանի իշխանությունը Տրամպի ճաշակով տշնամական իշխանություն։ Դե եթե Հայաստանի իշխանությունը գտել է կամ կգտնի լեզու ադմինիստրացիայի հետ, այդ ձև չի։ Իսկ եթե չի գտել, ինքը լեզու գտել է Էրդողանի հետ, այսօր էլ ասում է, որ Հայաստանը ինչ է։ Ես ասեմ, բոլոր իշխանությունները, որոնք վտանգ են զգում, իրանք լեզու են գտնում։ Դրա համար մենք կտենանք հաջորդ շաբաթների ժամանակ գտել են այդ լեզու, թե չէ։ Ես որ այդ հարցերին ոչ մասնակցել եմ, ոչ միջամտել եմ, ոչ էլ խառնվել եմ, ասում եմ ոնց որ կա,
Բայց հնարավոր է, որ այդպիսի ընթացքները պիտի գոյություն ունենա։ Ոչ ոք իշխանությունը, Վարդան ջան, տենց բանը, որ մարդը յուրաքանչյուր երկրում ատամներով կբռնվի, ասենք, ամեն ինչից, որ չկորցնի այդ իշխանությունը։ Դրա համար ամենաարդար, ամենաազնիվ, եթե Սուրբ Պետրոսը ղեկավարել էր երկիրը, իր օգնականները արտոնություններ են ստացվում, փող են լվում, դա կոչվում է ոչ կոռուպցիոն։ Ես հիմա կոռուպցիոն իշխանության մասին, դեմոկրատների մասին եմ ասում, էլի գողությունը գնում է, էլի օգտվում են ֆինանսներով եւ այլն, բայց ոչ թե ասենք ամեն ինչից 50% են տանում, 15% են տանում, 10% են տանում, համարվում են ոչ կոռուպցիոն, մաքուր, դեմոկրատիկ մարդիկ։ Ամեն տեղ է դա աշխարհում։ Յուրաքանչյուր իշխանությունը զբաղվում է գողություններով, եթե կոպիտ ասենք։ Բայց կա սիրուն գողություն, մաքուր, որ թույլատրվում է որոշ Եվ կա հայկական, հայկական, ռուսական, հա։ Եվ կա այդ ձև։ Սովետական, Բայց ես դες սովետական, իշխանություն սավոդի։ չգիտեմ, որ ասենք դրանով չի զբաղվի, կամ այդ դրա համար միշտ արտադրվում է ավելի շատ, կամ ասենք ցույց է տրվում, ու դրա համար ինչ որ մի բան պիտի արվի։ Օրինակ բերեմ, շատ կարևոր, որ մարդիկ հասկանան այդ համաշխարհային համակարգը ոնց է գործում, դա կարևոր բան եմ ասելու։ Օրինակ գոյություն ունի նարկոտրաֆիկը, որը Աֆղանստանից գնում է դեպի, ասենք, Նյու Յորք, չէ՞։ Սենց հավեսով գնում Աֆղանստան, Իրան, Հայաստան, Վրաստան, Սևծով, Թուրքիա, Բուլղարիա, Ռումին եւ այլն, չէ, գնում է, հասնում է։ Հիմա քեզ հարց տամ, Վարդան ջան, դու ո՞նց ես մտածում, այդ նարկոտրաֆիկը կարելի է կանգնեցնել։ Այնպես պատրաստի մեխանիզմը շվեյցարական ժամացույցի նման աշխատող մեխանիզմ է։ Ինքը Ուրա, այ պատկերացրու, ես նստած, վերադառնամ, որ ես ասենք պաշտոնի եմ գտնվել։ Բարձր կամ ուրիշ մարդ։ Այ մարդը նստած է, սենց մարդ, որը կարա հեռախոս բարձրացնի 100,000 զորքը կայնեցնի ոտին, սահմաննել փագի, հատուկ ջոկատայինները, տանկերով ամեն ինչ անի։ Պատկերացրու, այդ մարդը մի հատ հրաման է տալի, կանգնեցնել։ Դու ո՞նց ես մտածում, այդ մարդը ինչքան կապրի դրանց հետո։ Ինֆարկտը երբ կխփի։ Կամ ինչքան շուկը հասնեն իրան, էլի։ Հա, կարող է մի ժամ, կարող է իրիկունը, կարող է գիշերը, բայց երևի մի ժամ։ Կմեռնի։ Ինչի։ Նայ, ոնց է դա գործում։ Եթե զիբիլ նարկոտրաֆիկը կայնեցնում են, ամենտեղ կարելի է կայնեցնել, Հայաստան էլ կարելի է կայնեցնել, Վրաստան էլ, ամենտեղ, դա խնդրեմ չի։ Եթե դա կայնեցնում են 200 միլիոն ինտելիգենտ աֆղանացի, պակիստանցի մնում են առանց մի կտոր հաց։ Իրանք մենակ դրանով են ապրում։ Իրանք վերցնում են կալաշնիկով զենքը ու այս աշխարհը սկսում են քանդել։ Դրա համար բացի այդ նարկոտրաֆիկից իրենց ոչ մի բան չեն կարող առաջարկել, որ իրանք ինչ որ ուրիշ ձև փող աշխատեն։ Դա մի բան, օրինակ, նույնը մարմնավճարությունը, օրգանների վաճառքը եւ այլն։ Տենց է դա գործում աշխատում, Վարդան ջան։ Այս մեր աշխարհը։ Դրա համար ասենք տենց հաշվարկեք, նայ։ Մեծ փողեր է մաֆիան աշխատում։ Եթե ասենք մաֆիան աշխատում է 100 միլիարդ դոլար կամ 700 միլիարդ դոլար, չէ՞։ Օրինակ տարվա մեջ։ Պատկերացրու, ո՞նց ես մտածում, այդ փողը մնում է մաֆիային ամբողջ։ Չէ, որ միտեղ չի մնում, դա իր սպառողներն ու Չնչին տոկոսն է մնում մաֆիային, չնչին տոկոս։ Հա, չնչին տոկոս։ Դրա համար եթե այդ փողը սաղ մնա հանցագործներին, հանցագործները կտիրեն աշխարհը։ Իրանք կընտրեն նախագահ, էլիտան, ֆինանսական, Federal Reserve System, ամեն ինչ իրանք կտիրեն, եթե այդ փողը իրանք ձեռն գնի։ Դրա համար իրանք մի փոքր բան է մնում։ Այդ փողը պիտի հանվի, չէ՞ իրանք ձեռից։ Հանվում է, չէ՞։ Որոշ հարցերի համար եւ այլն, որ ոչ ոք չգիտի ուր է գնում։ Դրա համար ամենտեղ գոյություն ունի corruption։ Ամենտեղ։ Այդ բանը ես ուզում եմ ասել։ Դրա համար այն ամենը ինչ որ թերթերում է տպագրվում, այն ամենը ինչ որ հրատարակվում է, դա կոչվում է ոնց որ information noise,
ոնց ասել հայերեն դա։ ինֆորմացիոն աղմուկ։ Ինֆորմացիոն աղմուկ է ուղղակի, դա ոչ մի կապ չունի իրականության հետ։ Ես ուզում եմ ասեմ, որ այն ամեն ինչ որ եզրակացություններ են արվում շատ վաղ, ընդհանրապես ոչ մի կապ չունի, ասենք բանի հետ։ Իրականության հետ։ Իրականության ցավոք ես չեմ կարա կիսվեմ որոշ բաներ հարցերով էֆիրի մեջ, ասենք, բայց շատ վաղ գիտես ոնց է անում, առաջարկություն են անում օֆիցիալ, օրինակ պատկերացրու, մի նախագահը մյուս նախագահին անում է առաջարկություն։ Ասում է սենց արա, ու այնի ասում է այո, դա շատ լավ է, ես կանեմ։ Ինքը ինչի է համաձայնվում, որ առաջարկությունը լավ է, չէ։ Ինքը համաձայնվում է դրա համար փակ սենյակում, որը ոչ մեկին չեն պատում։ Մի նախագահը մյուսին ասում է, եթե չես համաձայնվի, մենք կհրատարակենք մատերիալները, ոնց դու, քո ընկերները, քո ընտանիքը, բոլորը գոհանում եք, 12-10 տարեկան աղջիկին եսի մինչեր եք անում կամ 2-6, նարկոտիկներ եք օգտագործում բան, ու իրանք այդ ինքը ասում է, այո, հասկացա, ամեն ինչ կանեմ, դուրս են գալի, ասում է, իմ բարեկամը, ես քո համար այսպես բան եմ անում, ինքը ասում է, դու մեր Աստվածն ես, շնորհակալ եմ շատ, մենք էդի ընդունում ենք։ Այդ ամեն ինչ հասկանալի է։ Հիմա ասում մենք ամփոփենք։ Ինչ բանը հերամականներ ունի այսօր Ուկրաինան։ Իմ կարծիքով Հայաստանը։ Ուկրաինայի անվտանգությունը, Ուկրաինայի արժեքը այդքան բարձր է Տրամպի համար եւ իր ապագա ընտրությունների համար, որ Ուկրաինայում կլինի խաղաղություն, չնայած որ Պուտինը համաձայն չի։ Տրամպը ամեն ինչ անելու է, որ հաստատի այդ խաղաղությունը, թե չէ Տրամպը կպարտվի։ Իսկ եթե Տրամպը կորցնելու է Ուկրաինան, խոսքը չի գնալու երկրորդ ընտրության մասին։ Արդեն այս ժամանակահատվածի ժամանակ ինքը կունենալու է մեծ խնդիրներ։ Դե հիմա արդեն ունի 37% է իջել իրարի։ Մենք հիմա կսպասենք կհաստատվի մինչև մայիսի 9, որ ընտած սկսվի ընտրական Ուկրաինայում։ Դրա համար պլանավորված են ընտրությունները մոտավորապես սեպտեմբերին Ուկրաինայում արդեն։ Ոչ թե Ուկրաինայում են պլանավորված, ընդհանուր կոնցեպտում այնպես ասած, որ սեպտեմբերին պիտի լինեն։ Դրա համար խաղաղությունը պիտի լինի արդեն ապրիլին մինչև մայիսի 9։ Դա է իրավիճակը։ Հայաստանում ինչ ունենք։ Հայաստանի վերաբերյալ իմ կարծիքը չեմ ասելու, կասեմ մի հատ սենատորի ազդեցիկ սենատորի կարծիքը։ Ասում է Հայաստանի բախտը գիտես ինչով է բերել։ Ասում է Դոնալդ Տրամպի գլխավոր գաղափարը արևմտյան քրիստոնեական աշխարհի ուժեղացումը ամբողջ աշխարհում ճապանեշների արժեքների։ Դե մենք տենում ենք ինչ արվում։ Նույն Իլոն Մասկը, մնացածները անմիջապես քննադատում են Եվրոպայի ամենահզոր ու մեծ երկրների ղեկավարներին, իրենց քաղաքականությունը։ Ասենք դա ամեն օր արվում։ Իսկ Հայաստանը, ասեց սենատորը, առաջի քրիստոնյա պետությունն է։ Եթե Հայաստանը ոչնչացվելու է, մենք պիտի հասկանանք, ինչի Դոնալդ Տրամպը զանգեց հայ կաթողիկոսին։ Այդ շուտ է։ Հանգիստ Իրան ջան, ինքը հանգիստ կարասի, ես այս բան եմ ասել։ Ես Զելենսկին ասել էի դիկտատոր։ Էդի նորմալ բանակարարության մեջ։ Բայց ես ասեմ նույն ժամանակ, եթե մենք ուշադրություն դարձնենք, իմիջիալոց Ջոել Թենին հիմա գալիս է Ուկրաինա։ Իր այցով։ Մի օրից լինելու է արդեն Ուկրաինայում։ Էդի մեկ, երկրորդը Ջոել Թենի վերջի հոդվածներից մեկը, որը ինքը առաջարկում է բաց ինտերնետում Դոնալդ Տրամպին, իսկ Ջոել Թենի չի հակասի կյանքում Դոնալդ Տրամպի կականությանը, դա կողմնակից է իր ամենամեծ եւ հավաստի մարդ, առաջարկում է Տրամպին ձերբակալել Էրդողանին եւ Ալիևին որպես տերորիստներին։ Եվ դա Ես տեսել եմ դա։ Ես ասում Ջոել Թենի լավ տղա ու շատ բավականին օպտիմիստ է։ Ինքը բավականին օպտիմիստ է, բայց ես ուզում եմ ասեմ, որ
թիմային աշխատանքի մեջ հենց այդպիսի բաները չեն հայտնվում։ Ամեն ինչ միշտ հաշվարկած է եւ դա սիգնալներ են, որոնք ուղարկում են իմ կարծիքով։ Հայաստանը հիմա գոյություն ունի միայն Ամերիկայի անվտանգության երաշխիքների պատճառով եւ իր ճնշման պատճառով Թուրքիայի Ադրբեջանի դեմ։ Ես համոզված եմ այդ կարծիքի 100% ասենք ճապանիշով։ Դա միակ Ես չեմ բացառում պատճառն է, որ Հայաստանը հիմա կա եւ գրաված չի։ Դեռևս ասենք, որովհետեւ այս բանի մեջ, ընթացքի մեջ, եթե նույնիսկ Ադրբեջանը չգրավի այդ Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը ստուտերի մեջ նվիրում է ամեն ինչով, իրավունքներով, մնում է բան կա, ինչ մեջ, չէ, բանը պատմական շրջաններում կար, չէ, որ թագավորական բաներ, գաններ հանձնվում, ասենք տիտուլներն էին հանձնվում, ասենք Կիլիկիայի թագավորությունը Ֆրանսիային հայտնաբերել, Բրիտանիային Ֆրանսիային։ Չէ, Ֆրանսիային տիտուլը գանձերը Բրիտանիային, sense հայտ բանը։ Չէ, բանը անի թագավորությունը հանձնվեց Բյուզանդիային, այսինքն մենք պատմության մեջ դες բաներ ունեցել ենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տիտուլը ղեկավարի եւ դրապես եւ գոյության հանձնում է մի մասով Ալիևին, մյուս մասով Էրդողանին։ Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը հիմա հիմք չունի, ով կարա իրան պաշտպանություն տա, կոնկրետ իրան, իրականության Թուրքիայի Ադրբեջանի դեմ։ Դա իմ կարծիքը, ինչ որ ես եմ տենում։ Նույն ժամանակ հասկանալի է, որ առաջի պատերազմի ժամանակ Հայաստանի վարչապետը զինվորական գործիչ չի, չեն կարա չանվանել զինվորական գործիչ։ Ինչքան ես գիտեմ, այդպիսի կենսագրության մեջ ինքը բաներ չունի։ Բայց ինքը քաղաքական գործիչ է։ Ինչ ուզում եմ ասել։ Այ պատկերացրու մեծ վերապահումներով թույլ տվեք։ Հա, դե մենք ասենք ես որպես անալիտիկ պիտի ուրիշ օգտագործեմ կատեգորիաներ, հասկանես։ Չլինելով ոչ մեկի կողմնակից, ասենք հայկական քաղաքական գործիչների, դա ինձ ընդհանրապես հետաքրքիր չի, բայց ես ասեմ հետևյալը։ Պատկերացնենք Նիկոլ Փաշինյանը չի Հայաստանի ղեկավարը, չէ՞։ Այ ասենք Սերյոժ մի ազգանուն Մարկոսյան կամ ասենք Սերյոժ Տրոլեյբուսյան, վարչապետ է ընտրվել, հա, Սերյոժ Սլավիկի Տրոլեյբուսյան, այսինքն նորմալ Հայաստանի համար հայկական անուն, ազգանուն, հայրանուն ընդունված։ Ընտրվել է վարչապետ Հայաստանում։ Սկսվում է պատերազմ եւ Արցախի ամբողջ ղեկավարությունը աշխատում է թուրքերի եւ ռուսների վրա, հիմնականում ռուսների վրա։ Ինչ Սերյոժ Սլավիկի Տրոլեյբուսյանը պիտի անի այդ վիճակում։ Այս ասեմ, եթե հիմա սկսի պատերազմը, ավելի վատ է լինելու։ Հիմա չէ, 20 թվականի մասին է խոսքը։ Հա, նայ, ոչ միայն ամբողջ քաղաքական ղեկավարություններ աշխատում Արցախի, այլև Հայաստանի իշխանություններն էին աշխատում Ռուսաստանի եւ Թուրքիայի։ Հա, ու ինչ Սերյոժ Սլավիկի Տրոլեյբուսյանը ինչ պիտի անի այդ վիճակում։ Դուրս գա ժողովրդին ասի բոլորը դավաճանեն, մենակ ես եմ լավը։ Չէ, ինքը չի դավաճանում առնվազն, եթե ինքը դավաճան չի եղել։ Հասկանում ես, իմ կարծիքով, եթե այդ գործոնը, սկզբնական գործոնը պարտվելու, դա այն գործունեությունը Արցախի ղեկավարներին, զինվորական գործիչներին, ովքեր դավաճանել են, դրա համար ով չի դավաճանել։ No, կներես, Արցախի ղեկավարը նշանակել է ինքը։ Չէ։ Արցախի ղեկավարի նշանակել է ինքը, Արայիկ Հարությունյանի նշանակել է Փաշինյան Նիկոլը։ Արցախի հանձնումը առանց որևէ տարած գրավելու հանձնել է Նիկոլ Փաշինյանը ստորագրությունով։ Ամեն ինչ հանձնվել է ստորագրությունով, նույնիսկ Արցախի Ես հիմա Նիկոլ Փաշինյանի մասին չեմ խոսում, Վարդան ջան, ես ուրիշ ասենք Արայիկ Հարությունյանը հասկանալի է իր դերը։
ես ասենք ինքը ինչ է արել, բայց Եթե դու մնացածները ասես, կնես, եթե դու ասես Ռևոլյուցիանն էր Հայաստանի վարչապետը, մենք ուրիշ բան կունենայինք, իրականություն կունենայինք, եթե Հայաստանի վարչապետը դավաճան չլիներ, այսինքն Սլավիկը դավաճան չլիներ, այդ ամեն ինչը չէր հանձնի ստորագրությունը, որտեղ թուրքերը իրենք իրենցով ոչ մի բան չեն գրավել։ Ամեն ինչ հանձնվել է, առ այսօր հանձնվում է ստորագրությունով։ Ոչինչ չեն գրավել, Տիգրան ջան, ունենալով այդ առավելությունները, այդ աջակցությունը, չեն կարող ասել գրավել, հանձնվել է ստորագրությունով։ Այդ է Սլավիկը պոտենցիալ կամ վիրտուալ Սլավիկը չստորագրեր, հայկական զորքերը հիմա բանում էին կանգնած, հադրութում էին կանգնած։ Ոչ մի քայլ հետ չէին գնացել, որովհետև ամեն ինչ տրվել է ստորագրությունով։ Շուշին ով էր իրանց տեսել, Շուշին ոնց կարող է իրանց ձեռքում հայտնվել։ Հայտնվել է ստորագրությունով։ Դե ես առաջի օրվանից եմ ասում, որ զինվորական ուժով այդ պատերազմում չեն հասել դավաճանության։ Ուղղակի նայ, ես որպես իրավաբան, փաստեր չունեմ կոնկրետ, ոչ էլ ծանոթացել եմ այն փաստաթղթերի հետ։ Մենք ունենք, Տիգրան ջան, ոչ մի բան չեն գրավել, ամեն ինչ հանձնվել է ստորագրությունով։ Չէ, ես պատերազմական գործունեության մասին չեմ ասում, ես վարչապետի գործունեության մասին եմ ասում հիմա։ Ինչ որ հանձնվել է, ես դա գիտեմ, եւ ոնց են այնտեղ վարվել այս պատերազմի ժամանակ։ Եվ ով ասել։ Որպես իրավաբան էլ ասեմ, ինքը դրա նույնիսկ իրավասությունը չուներ։ Ինքը ընդհանրապես պատերազմով կողմել չէր։ Ինքը սահմանադրությունով դրա իրավունքը չունի։ Ոչ, որպես իրավաբան եմ ասում։ Չէ, ես նկատի ունեմ իր դերը դավաճանական գործունեության մասին, եթե կամ մենք իմանանք այդ վաղ եւ Ամերիկան կհրապարակի ամբողջ բանակցությունները։ Ինչ որ եղել է եւ խոսակցությունները։ Ինչ որ մենք հիմա ունենք, որի վրա հիման վրա ես ինքս դատական հայցերը ներկայացել, դատախազություն ԱԱՑ, քննչական այո, Հայաստանում, այո։ Նրանք հրապարակել են եւ դիմումներ ներկայացվել են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը խախտելու վերաբերյալ եղած փաստերով, եղած հայտարարություններով, եղած գործողություններով, այսինքն Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը հանցագործ է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը խախտելու մի քանի տասնյակ կետերով։ Տասնյակ։ Դու Հայաստանի կահակացի ես, չէ՞։ Անպայման։ Դե ես կահակացի չեմ, դրա համար գիտես։ Ես ինքս եմ այդ գործերը նախաձեռնել։ Ես իրավունք չունեմ այդ թեմաներից խոսամ, ասենք։ Ոչինչ։ Էսթետիկայի։ Ուզում ասեմ, հա, ես հասկանում ինչ ես ասում, բայց ես ասում եմ այդ ամեն ինչը փաստա կա, այդ գործերը հալուցված է, այդ քննող դատախազներն են վաղը դատվելու, մերժող դատավորներն են դատել, այսինքն ամեն ինչ աշխատում Հայաստանի Հանրապետության սահմանության դեմ, Հայաստանի Հանրապետություն չի աշխատում օրենքը։ Լավ մի հատ հումոր անեմ, հումոր։ Հայաստանի Հանրապետություն դատարանը որոշում է, ոչի կարել շահագործել հանքը։ Հայաստանի կառավարությունը որոշում է, որ պետք է շահագործի։ Իրանք կառավարությունը թքած մնաց դատարանի որոշման վրա։ Ես ուրիշ ինչ ասեմ։ Դա իրավական պետություն չի, մենք չենք կարող Հայաստանի մասին խոսել որպես իրավական պետություն։ Այս հարցն ինչի արդեն երկրորդ անգամ այդ իշխանությունը ժողովուրդը Հայաստանի ընտրում է։ Ես այդ հարցը ուզում եմ տամ լուրջ։ 21 թվականին ես կարող եմ պատասխանել, 21 թվականին նորից աշխատեց շանտաժի։ Էլի բանը ներկա նախկիններ չգան, ես մի խոսքով։ Նույն կապիկությունը։ Հիմա փորձում են նույնը անել արդեն 25 թվականին։ Ես կարծում եմ չի աշխատել։ Բոլորը հատկացել են, որ չկա ներկա նախկին, բոլորը նախկին են։ Պաստորեն հայկական հասարակությունը չի կարող ծնի տենց ուժ, որը ոչ նախկին է լինի, ամեն ոչ profanation-ը իմիտ, հա։ Ցավոտ հարց է, ես ասեմ սենց, փաստերով, առայժմ չի ծնե։ Այսինքն չկա այդ մասնակիցը, հիմա Գյումրիում ընտրություններ է, չկա մի տեխնացու, որ ես ասում գնացեք իրան ընտրեք։ Չկա, դե կարած բանը, Վարդան Ղուկասյանը լիներ, իր դոկուսացությունով, իրան ձերբակալել են Ամերիկայի նահանգներում, տեղում անդիմադիր, որ ասենք իշխանություն չի, ոչ մի ուժ, մեծ, փոքր, անհատ չի ներկայացել մի հատ տեխնացու, ամբողջ Գյումրիում, մի հատ, որ ասես էական չի ինքը կհաղթի թե չէ, գնացեք, եթե ընտրում եք, ես մեկին ընտրում, չկա։ Խնդիրը գիտես ինչու՞մն է, ում հետ ես խոսացել եմ քաղաքական գործիչների հետ, Ամերիկայում եւ Եվրոպայում, ընդհանրապես իրանց կարծիքը Հայաստանից շատ ենք խոսում, իրանց մեջ հայեր կան, որ մասամբ հայ են, ասում են, որ
այն քաղաքական ուժը, վարչապետը, որոնք Հայաստանում են, իրանք օրինական ընտրված ուժ են, ձեր ժողովուրդն է ընտրում։ Ասում եմ, հա, ես մի անգամ, որտեղ ես վստահ եմ, որտեղ ասենք ժողովուրդը, վստահ եմ դրա համար տես պատահեց, որ մանրամասն տեղյակ էի, էդի, եթե չեմ սխալվում, երբ 96 թիվ էր ընտրությունները Հայաստանում, չէ, 1996, թե 7-ին, 6-ին։ 5-ին 6-ին։ Վազգեն Մանուկյան տենց տեխնասուկա։ Ընտրեցին Վազգեն Մանուկյանին, հետո խլվեց իշխանությունը։ հետո ինքը, ասենք, բան արին, պրովոկացիա արին, հատուկ ջոկատայինները, ուժային մարմինները, ու ինքը չդարավ ղեկավար։ Պաստորեն հայ ժողովուրդը կարար այն վաղտ իրական կամքը ինչ որտեղ բան արել։ Վազգեն Սարգսյանը հանեց զորքերը ժողովրդի դեմ եւ ասեց նույնիսկ եթե 100%-անոց ընտրված էր, մեկ իշխանություն չեն տալու։ Այո։ Ես հիշում եմ էդի, ես էդի հիշում եմ։ Դրա համար եմ ասում, էդի հիշում եմ, բայց ես նաև հիշում եմ, ես օրինակ ասեմ, երբ ընտրում էին ոնց է Նիկոլ Փաշինյանի ուժի անունը, մոռացա։ Քայլարասներ էլի, քաղաքական պաշտպաններ։ Քայլարա։ Ես ասեմ, ես այն վաղտ շատ կասկածում էի, բայց ես ասում էի, որ հայերը, ես ոչ թե ասում իրան ընտրեք կամ չընտրեք, Հայաստանի քաղաքացի չեմ, ես ընդհանրապես կասկածում էի, որ կա տենց ուժ, որ Հայաստանը կարա հանի, ոչ թե կասկածում էի, համոզված էի, որ չկա, ու այն վաղտ, երբ ես մեկին ասում էի, որ դուք սխալ չեք անում, դրա համար գիտես, տենց դեպք է եղել, ես Երևան եմ եկել, Երևան շատ կարճ, այն ընտրության ժամանակ, ու ոչ մի քաղաքական հարցով, դրա համար Հայաստանում քաղաքականությամբ չեմ զբաղվել ու չեմ զբաղվում, ու ինձ նվիրել են գլխարկ, որտեղ գրածել դուխով։ Ես ասի, այդ ինձ համար վիրավորական է, հələ ոչ ոք չի հաղթել, ասում եմ, ոնց վիրավորական է, էդի մեր ազգի Աստված տվան, ես ասի, բայց դուք ռուսական խոսքը գրեք հոգով, ես կհագնեմ, ասի, իմ ընտանիքը 100-ից ավել ռուսների թշնամի է, պայքարում է, դուք ռուսական խոսքով գլխարկը տալիս եք, ես հագնեմ, ու ժողովուրդը շատ իմ դեմ լարվեց, ով էդի լսել է։ Ես դարա ազգի թշնամի այդ խոսքի համար։ Ես հավատում եմ։ Հա, ասենք այդ ձև եմ ասել, բայց ես այն վաղտ մոտավորապես գիտեի հիմիկվա վարչապետի մասին այդքան, ինչքան գիտեմ այսօր Զիմբաբվեի նախագահի մասին, ոչ մի բան։ Խոսքի բանով եմ ասել, ճիշտ ասած գիտես ես ոնց էի մոտենում այդ հարցերին, ինչ ուզում եմ ասեմ։ Իմ Հայաստանի առաջնորդները մնացել են սպանված մինչև 1994 թիվ։ Ազգելձյանը, Կարո Կախեջյանը, Մոնտե Մերկոնյանը, Գորգիսյանը, Արտուր Մկրտչյանը։ Դրանից հետո, բացի հեղնանկից, ես ում ասենք տեսել եմ, ճանաչել եմ, ասենք ես անձամբ չեմ կարող ոչ մի բան ասեմ Նիկոլ Փաշինյանի մասին, չեմ շփվել իր հետ։ Բայց ես ու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ չեմ շփվել, փոքր եմ եկել հասակով։ Բայց մնացածների հետ բոլորի հետ շփվել եմ, ում ճանաչում է հայ ժողովուրդը։ Բացի հեղնանկից, ես ոչ մի զգացում չեմ ունեցել իրանց վերաբերյալ։ Ես լավ հասկանում եմ, Տիգրան ջան։ Բայց ոնց ստացվեց, որ հայ ազգը այդպիսիներին բերեց առաջ բրտեց։ Գիտես, ես քեզ ասեմ, հատուկ ծառայությունները այլ երկրների կատարել են օպերացիաներ Հայաստանի դեմ եւ հայ ազգի դեմ եւ տենց մարդկանց սարքեցին ղեկավար։ Դա հայ ազգի ընտրություն չի, այդ ամեն ինչ որ կատարվեց։ Նույնը սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, որը ինչքան եթե չեմ սխալվում, որի հայրը կոմունիստական պարտիայի ղեկավարն էր Սիրիայի։ Իսկ արա կոմունիստական պարտիայի ղեկավարի առանց լուստրացիայի իր, ասենք, բարեկամները դեմոկրատիկ Հայաստանը ղեկավար են եւ այլն եւ այլն։ Դա է ուզում ասել։
Ընտանիքով վերբովկայները դրել է 50-ական թվականներին։ Դաշնակցությունը, Ռամկավարը, Հնչակյանը զգալի մասը 20-ական թվականներից օգտագործելով Ռուսաստանի հայերին, Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի հայերին, դարձել են ամենամտերիմ գործոններ։ Դրա համար, երբ ասում են Սպյուրկը դեմ էր սովետական միության, Սպյուրկը դեմ չէր, դրա համար սկզբից շատ մեր ուժերը քաղաքական ղեկավարում էին յենի թուրքերի կողմից, յենի թուրքերից հետո կոմունիստների կողմից են սկսել ղեկավարել, ու մենք չենք ունեցել Սպյուրքում հայկական ուժ, որը ղեկավարվել է հայերի կողմից։ Չէ, ես տենց ուժ չեմ ճանաչում։ Ընդհանրապես։ Չկար տենց ուժ։ Այո, համաձայն եմ։ Այսօր եթե հարց կլինի, որ այս քննարկումների ժամանակ որ կասեն Հայաստանի Հանրապետության ղեկավար ամեն դեպքում ընտրված է, պատասխանը մեկն է։ Ընտրությունները մի բան է, բայց այսօրվա ընտրածը վաղը կարող դառնա հանցագործ։ Ու ցանկացած մարդ, ցանկացած նույնիսկ ընտրված 100%-անոց ընտրված մարդ, երբ որ խախտում է սահմանադրությունը, ինքը դառնում է հանցագործ։ Հենց որ ընտրվելը ինդուլգենցիա չի։ Այդ նարուշիլովկա չի, էլի, որ եթե դու ընտրվել ես, ինչ ուզում ես կարաս անում։ Դա այդ ասողների վերաբերյալ, այսինքն ընտրվելը չի նշանակում, որ դու կարաս երկիր ծախես։ Սահմանադրությունը մտած բան քեզ թույլատրված չի։ Իսկ մեր հաղորդման ահագին երկար արդեն խոսում ենք, վերջում որպես հայ մարդ, մեր հայերի Հայաստանում ապրող կոնցեպտուալ ինչ կառաջարկես, որպես սրտացավ հայրենակից, այս վիճակից դուրս գալու համար, կոնցեպտուալ։ Ես գիտեմ, որ դու հայ ես, ուղն ու ծուծով, դու ամեն ինչ տեսնում ես, զգում ես, գունահատում ես։ Գիտես, Վարդակ ջան, ամբողջ իմ կյանքի իմաստը իմ ազգն է միշտ եղել ինձ համար։ Դրա համար ես միշտ աշխատել եմ օգտակար լինեմ ու չնայած ես տենց մարդ եմ, որ ամեն ինչ ասել եմ, բայց ոչ թե հեռուստատեսությամբ, այն բաները, որ շատերը կուզեին ինձանից լսեին YouTube-ով, ես անձամբ եմ ասել միշտ։ Փակ, ասենք սենյակներում։ Ինչ ուզում եմ ասեմ իմ հայ ազգին։ Ամեն մեկը իմ հարգելի հայրենակիցներ, մնացեք հայ։ Էդի պայքարը, էդի մեծ պայքարը, որ ամեն մեկը իր ընտանիքում, իր համար գործի որպես հայ։ Մենք պիտի հիշենք մեր սպարապետ Գևորգ Մարզպետոնու խոսքերը, որ ինքը դուրս է եկել արաբների դեմ կռվի, որ մի ծաղիկներ գարուն է բերում, մի ծաղիկներ բերում է գարուն։ Հայքն էլ կարար նահապետը վախենար ու Աստծու դեմ դուրս չգար։ Պատկերացրեք մեր նախնու վիճակը։ Ինքը մարդ էր, հա, ձյուցածն էր, բայց էլի մարդ էր, ինքը Աստված չէր։ Գլխավոր Աստծու դեմ է դուրս եկել ու սպանել է այդ Աստծուն։ Դա Վալն էր։ Ամբողջ Հայաստանից հարավ ժողովուրդների Աստվածն էր։ Ինքը իրան սպանեց։ Թողեց այդ ամբողջ ազգերը Հայաստանից հարավ միջև ու Եգիպտոսն էլ առանց Աստված։ Չվախեցավ։ Ես համոզված եմ, որ հայ գենը շատ հզոր է։ Շատ հզոր է։ Ու ամեն մեկը այդ ուժը, որ ճիշտ ապրի, կարա գտնի իր մեջ։ Ամեն մեկը իր չափով, որ ամեն մեկը իր չափով մի բան անի, մենք կարանք բրկվենք։ Օրինակ ասեմ, իմ բարեկամների մեծ մասը իրենց հայ չի համարում, արդեն զուլվել են։ Այդ փոքր մասից, որ հայ են համարում, ոչ ոք հայերեն չի խոսում։ Ես էլ հայերեն չեմ խոսացել, տենում ես մեկ-մեկ դժվարանում եմ հայերեն խոսալուց, ասենք, ու անընդհատ մտածում եմ, որ խոսք ասեմ, առավելը հայերեն, թե առավելը հայերեն։ Ասենք, դրա համար մի քիչ դանդաղ եմ խոսում, ինձ պարզ անգլերեն հեշտ է կամ ուրիշ լեզուներով կամ իտալերեն խոսալ։ Բայց ես օրինակ բերեմ, ես 16 տարեկանում սովորել եմ հայերեն լեզու։ Առավելը հայերեն։ Ինչքան սովորել եմ, այդքան մինչև էդի չեմ խոսացել ընդհանրապես։ Փոքր վաղ տարամտահայերեն եմ լսել, բայց
ասեմ, դա իմ կամքն էր, ծնողների դաստիարակություններ, ուրեմն ինչ ուզում եմ ասեմ, երեխեքին հայ դաստիարակեք, հայ մնալը իմաստ կա կյանքում, ուրիշ ազգի մեջ մտնելը դու անհայտ կորում եք, անհայտանում եք, իսկ ազգը հավերժ է, այսօր ես կամ, վաղը օրինակ ես չեմ ելնի, բայց իմանալով, որ իմ ազգը կա, ես հավերժանում եմ, օրինակ մենք ունեցել ենք Միքայել Նալբանդյան, որը գրել է այն ամենը, ինչ որ հրեաների մոտ գերցելն է հետո ստեղծել ու Ժաբատինսկի ու ստեղծել են սիոնիզմը, Նալբանդյանը 40 տարի շուտ է դա գրել, բայց մենք չենք իրականացրել, բայց ուրիշ ազգերը իրականացնում են մեր հսկաների, հզորների գրածը։ Ես ամեն մեկին ուզում եմ ասեմ, չհուսատապվեք ոչ մի դեպքում։ Դրա համար մենք բոլորս սնվում ենք, բոլորս էլ կմահանանք։ Վախը իմաստ չունի, ընդհանրապես։ Իմաստ չունի ինչ որ մի բանից վախենալ։ Ոնց էլ լինի մեռնելու ենք։ Դրա համար պետք է էֆեկտիվ գործել, մաքսիմալ։ Ամեն մեկին ձգտել հետ գալ Հայաստան ու չասել, Հայաստանը լավ չի, հայաստանցիները ինչ չեն սպասում, Հայաստանում դժվար է, ախր այդ Հայաստանը դու պիտի կերտես, որ հետ գաս ու դու սարքես, ամեն մեկը որ հետ կգա, տենց Հայաստան կսարքեք, ոնց որ կա, ոնց կարելի ասել, քո մայրը աղքատ է կամ լավ շոր չի հագնում, կամ լավ հաց չի տալի, բա դու ով ես, դու պիտի քո մորը նայես, դրա համար Հայաստանին առաջարկում են այն հայերին, ովքեր ասում են, ոնց թողենք, օրինակ լավ բերեմ, գիտես, շատ կարևոր, որ հայերը մի քիչ խելքը գլուխը հավաքեն, բոլորը, հայկական գումարտակները 2000 հայ պրկել են Սիրիայում ու տարել են Լեբանոն, իսկ 14,000-ը որոշեց չգնա, եկեցականները ոնց որ միշտ ասին, ամեն ինչ լավ է մնացեք, Դաշնակցությունը իր խոսքը ծանր ասեց, մնացեք, սա խոսածված է, բայց հիմնականը գիտեք հայերը ինչի չեն պրկվել, Սիրիայից դուրս չեն եկել, մնացել են իսլամիստների տակ։ Նույնը Ռուսաստանի հայ ասում, նույնը Աբխազիայի հայ ասում, ամեն մեկին։ Բա այս հյուրանոցը, այս Դախլեն, ես իմ աթոռը 20 տարի աշխատել եմ, որ ստեղծեմ, ոնց թողեմ, հայր ջան, աթոռը, Դախլեն, պանդոկը, ավտոն, այդ ամեն ինչը ջարդում հետում է, մտածեք ձեր մասին, ձեր ընտանիքի մասին, այդ հյուրանոցներում, ում են պետք այդ հյուրանոցները, եթե Կրասնոդարսկի կրայ Ռուսաստան ձեր աղջիկը դուրս է գալու, չեչենները բռնաբարելու են, գցելու են գետ, գնա խորտակվի հետա։ Ավելի լավ չի, դու քո հայրենի հողում ամուր կայնես ոտքի վրա, ավելի փոքր հյուրանոցում կամ առանց հյուրանոց, ու կիմանաս, որ քո ապագա սերունդները հայ են մնում, կամ ապրես եսիմ որդե, ոնց որ Սիրիայի հայերը իրանց պանդոկները վախենալով թողնել, եւ Ռուսաստանի հայերը, որոնք ասում են այդ խանութը սաղ կյանքը փող եմ աշխատել, դե կեզ էլ կխպեն կուարկին, հիմա Ռուսաստանի հայերը 6000 չափ հայ են կորցրել արդեն պատերազմի ժամանակ, դե վայելեք ձեր պանդոկները, վայելում եք հիմա, Արցախյան պատերազմ, խոսքարի է, ավելի բան, եթե գիտես ինչին է նման, կոպիտ մի հատ բան կա, մի հատ ադրբեջանցի, չխոսացի ադրբեջանի մասին մի հատ ասեմ, մի հատ ադրբեջանցի սիրիարվում է մի հատ էշին, դե իրանց մոտ ընդունված է, չէ, տենց ասենք, սիրիարվում է էշին ու սկսում է հյուր գալ, էլի, տենց գալիս է կոնֆետ արդում, դե տղա է, էլի, ասենք, ոնց որ ամեն մեկը, բայց մենք, ասենք, կանանց նկատմամբ եմ տենց վարվում, իրանք էլ, ասենք, իրանց ճապանիշներով, կոնֆետա ծաղիկ առնում, գնում, խոսում է, նվիրում է, այս էշն էլ, ասենք, ուտում է, մենք էլ տղաները, այս էշի տիրոջ տղաները բռնում են այդ ադրբեջանցուն, ասում է լսի արա այդ մեր էշն է, այդ ինչ ես անում, բան էսը քեզ կսպանենք, ասում է տղեկ ջան, ձեր ցավները տանեմ, ասում է, ես իրանց սիրում եմ, ուզում եմ ստրիչած ելնեմ, հանդիպեմ, էլի, թողեք, էլի, սեր է իսկական մաքուր,
Ասում է լսի արա, մեր հայրը 8 տարի է տեշի հետ ապրում է։ Ասում մենք իրան մորպես ենք հարգում։ Հասկանում ես իրա։ Էսի հյուրանոցի պատմություն։ Մի համեմատեք ձեր կյանքը, ընտանիքի անվտանգությունը եւ Պանդոկ հյուրանոցը։ Ռուսաստանը ավերվելու է, ոչ թե մենակ Ռուսաստանը։ Շատ երկրներում լինելու են պատերազմներ։ Եկեք ձեր հայրենիք, հզորացրեք հայրենիքը, իրար հարգեք, սիրեք, ուսարկեք, կերտեք, էֆեկտիվ, պրագմատիկ, հզոր Հայաստան։ Դա իմ ասած։ Շնորհակալություն, Տիգրան ջան։ Հուսով եմ այս անցնի ապրիլը, տեսնենք ինչ է ստացվում մինչև մայիս, նորից կանադառնանք այն փոփոխությունների, որը ակնկալում ենք։ Շնորհակալություն այսօր հանդիպման համար։ Մերսի, շնորհակալություն, մի բան էլ ասեմ։ Ասա։ Ու Վարդանին ու ինձ շատ քիչ է մնացել, որ 100,000 ասնենք։ Ես ուզում եմ բաժանորդագրվածներով։ Ես կխնդրեմ իմ բոլոր բանավորներին, որ գրանցվեր Վարդանին ինքը հասնի 100,000-ի ու որ Վարդանը դիմի Ես ասեցի, ես արդեն ասել եմ, որ մենք հասնենք այդ 100,000-ը։ Մեծ մարդ ենք, 100,000-ը չանցնենք։ Եղավ, շնորհակալություն։ Շնորհակալություն Վարդան ջան։ Հաջողություն։